վրա արձանագրելով, որ մենք այո կարող ենք նոր հարաբերություններ կառուցել Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ։ Sevan Sıvacıoğlu, İstanbul AK Parti Yerespoğan, Pariyegak, Baron Paşinyan, Aske Yergu Dari Araç, Ankara İmeç, Teziyet Miyasin, Destak ve Zeyink. Esaske Verç, Türkiye'den bir de olsun. Evet, tekrar hoş geldiniz İstanbul'a. Sizi burada görmek tüm cemaatimiz adına da mutluluk verici. Özellikle Sayın Cumhurbaşkanımızla yapılacağınız görüşme insanlarda, özellikle Türkiye'de cemaatimizde büyük bir mutluluk ve güzel hisler geliştirdi. Öncelikle ben size görüşmeniz öncesinde şu bilgileri aktarmak isterim. Sizler de tabii ki bunları biliyorsunuzdur. Son 20 yılda özellikle Türkiye'de azınlıklar konusunda, vakıflar konusunda Sayın Cumhurbaşkanımızın başta Ermeni cemaati olmak üzere tüm azınlıklara birçok haklarının geri iadesi ve yapacakları organizasyonlarda, çeşitli programlarda birçok yardımlar olmuştur. Վերջին 20 տարիների ընթացքում, ինչպես գիտեք, պարոն նախագահը, Թուրքիայի նախագահը կապված ազգային փոքրամասնությունների հետ, նաև հիմնադրամների հետ որոշակի քայլեր են ձեռնարկել եւ որոշ դրական քայլեր կան այդ առումով յետ վերադարձի հետ կապված նրանց իրավունքների. Benden önceki dönemde AK Parti'de rahmetli kardeşimiz Markare Sayan milletvekiliydi. Ինձնից առաջ Արդարություն եւ Զարգացում կուսակցությունից մեր հանգուցյալ երաժշտակ Մարգար Եսայանը մեր պատգամավորն էր. Daha sonra da bu görevi ben devraldım ve son 2 yıldır meclisimizde temsil ediyorum. Դրանից հետո ես ստացա այդ պաշտոնը, այդ կարգավիճակը եւ վերջի 2 տարում ես եմ ազգային ժողովում, Թուրքիայի ազգային մեծ ժողովում ներկայացնում. Özellikle size karşı, sizin şahsınızda, Türkiye'de basında, Ankara'da çok olumlu düşünceler, olumlu geri dönüşler alıyoruz sizin şahsınızda. Հատկապես ձեր անձի վերաբերյալ թուրքական մամուլում եւ Անկարայում պաշտոնական շրջանակներում շատ դրական կարծիք կա ձևավորված. Özellikle olabilecek, gelişebilecek güzel gelişmelerde, yeni oluşumlarda sizin etkiniz olacağı ve sizin bu konulardaki yakın duruşunuz, muhabbetli duruşunuz, samimi duruşunuz çok değerli bulunuyor. Եվ հատկապես ձեր անկեղծ դիրքորոշումը այս հարցում նաև ձեր դրական ազդեցությունը գործընթացների վրա շատ արժևորվում է. Öncelikle bu görüşmenizle Sayın Cumhurbaşkanımızla sizden hasreten ricamız Եվ պարոն նախագահի հետ ձեր հանդիպման ժամանակ կխնդրեինք, որ tüm cemaatimizin selamlarını, sevgilerini ve muhabbetlerini kendilerine iletmeniz. Մեր համայնքի անունից փոխանցեք մեր ջերմ ողջույնները եւ özellikle tekrar bunu hatırlatmak isterim. Okullarımız, kiliselerimiz, cemaatimizin kurumları hepsi şu anda işleyişinde ve açıklar. Herhangi bir problem yok. Bu konuda da kendilerine minnettarız. Tekrar hoş geldiniz. Եվ ուզում եմ նշել, որ մեր համայնքին պատկանող բոլոր դպրոցները, եկեղեցիները եւ այլ կառույցները այս պահին անխաթար գործում են եւ այդ առումով էլ մենք նրանց շնորհակալ ենք եւ երախտապարտ։ Դարձյալ կարող եք։ Շնորհակալ եմ շատ։ Գիտեք ինչ, ձեր հարցը իրականում կամ ձեր ասածը իրականում շատ կարեւոր է, քիչ առաջ իմ ասածի համատեքստում։ Ես հիմա արձագանքեմ, փորձեմ ձևակերպել այնպես, որպեսզի ամբողջությամբ ճիշտ հասկացվեմ։ Տեսեք, ես նոր խոսում էի, որ մեր օրակարգը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների օրակարգն է, եւ ես 1.5 տարի առաջ ինքս իմ առաջ նաեւ գրավոր մեր թղթերում գրել եմ, որ եկեք մեր փաստաթղթերում չգրենք հայ-թուրքական հարաբերություններ, գրենք Հայաստան-Թուրքիա հարաբերություններ։ Հիմա ես ձեզ ուղիղ ուզում եմ ասել, որ այդ թվում
ենթադրենք Ռուսաստանում, Ֆրանսիայում, ուրիշ որևէ տեղում 2 տարի առաջ, երբ որ համայնքում ես ընդ որում բոլոր տեղը մեր համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում էի, երբ որ համայնքի որևէ ներկայացուցիչ ինձ ասեր, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ խնդրում ենք կամ ակնկալում ենք, որ համայնքի հետ կապված այսինչ հարցը բարձրացնեք, դա ինձ կթվար նորմալ սովորական։ Որովհետև ես հայ-թուրքական հարաբերություններն եմ ասում, բայց մյուս տեղերում էլ ենք տենց ասում, հայ-ռուսական հարաբերություններ, հայ-ֆրանսիական հարաբերություններ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այստեղ խնդիր կա, բայց երբ որ նայում ես Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններ, այս վերջերս Միչայելոց մի այդպիսի խոսակցություն էլ Ֆրանսիայում ա եղել, գալիս է մի պահ, որ լույս ա վառում։ Տեսեք, դուք Թուրքիայի մեջ ժողովի պատգամավոր եք, թուրքական քաղաքական վերնախավի ներկայացուցիչ եւ իմ կարծիքով ես ճիշտ խողովակ չեմ, որպեսզի ձեր կողմից ուղեր ցղեմ Թուրքիայի նախագահին, որովհետեւ ձեր հաղորդակցությունը իմ գործը չի։ Եվ իմ կարծիքով մենք հայերս այս նրբությունը միշտ չի որ հաշվի ենք առնում, ընդ որում ասում եմ, մենակ Թուրքիայի մասին չի խոսքը։ Հիմա Թուրքիայի դեպքում մենք մի քիչ ավելի ուշադիր ենք նայում, բայց բոլոր տեղերում այդպես է։ Մենք պետք է այս տարբերակումները, սիրելի հայրենակիցներ, հստակ անենք, որ միջպետական հարաբերությունը ուրիշ բան է եւ համայնքի տվյալ երկրի համայնքի հարաբերությունները տվյալ երկրի կառավարության հետ այդ բոլորովին ուրիշ բան է, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը առնվազն շատ երկար պետքա մտածի, թե դա ինչ կապ ունի Հայաստան միջպետական հարաբերությունների հետ։ Իմ կարծիքով, երբ որ ես ասում եմ հարցերը ճիշտ պետքա ձևակերպենք, այսպիսի նրբություններ կան, որովհետև իմ կարծիքով համայնքի Թուրքիայի, հայ համայնքի եւ Թուրքիայի կառավարության հարաբերությունները ինստիտուցիոնալիզացված են որոշակիորեն եւ Հայաստանի կառավարությունը այդտեղ բան չունի անելու, ճիշտ չի արդեն երբ որ մենք նույնիսկ փորձում ենք մտնել այդտեղ, դա ճիշտ չի, դա մեր տեղը չի, մեր տեղը Հայաստան, Թուրքիա, Հայաստան, Ռուսաստան, Հայաստան, Ֆրանսիա, Հայաստան, Իրան, Հայաստան եւ մնացած բոլոր երկրների միջպետական հարաբերություններն են։ Եվ սա շատ կարևոր է։ Գիտեք ինչ, ես իրական Հայաստանի գաղափարախոսությունը երբ որ ներկայացնում եմ, ես մի կարգախոս կա այնտեղ, որը շատ բանավեճերի տեղիք են տալիս, երբ որ ես խոսում եմ հայրենիք եւ պետություն հարաբերությունների մասին, փորձելով այնուամենայնիվ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության իրավազորությունը Հայաստանի Հանրապետության իրավազորության, ինքնիշխանության եւ օրակարգերի հետ կապված հարցեր են, ինչը իհարկե էս էլ բացարձակ չի, իհարկե շատ կարեւոր է ընդգծել, որ հայ համայնքը շատ դրական դեր կարող է խաղալ եւ դրական դեր խաղում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններում եւ դա իհարկե պետք է ընդգծել եւ եթե արձանագրվում է բոլոր այն դեպքերում երբ որ արձանագրվում է որ որոշակի փոխգործակցություն կա եւ որոշակի հարցեր լուծվում են եւ այլն դա իհարկե շատ դրական է եւ դա ինքնին այդ ազդեցությունը ունենում է բայց կարծում եմ որ Հայաստանի պաշտոնյաները չէ որ պետք է խողովակ դառնան Թուրքիայի հայ համայնքի եւ Թուրքիայի ոչ միայն Թուրքիայի, Ռուսաստանի եւ բոլոր տեղերի, Միացյալ Նահանգների եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետեւ կարծում եմ դա առաջին հերթին հարգալից է երկրի նկատմամբ, երկրորդը ավելի հարգալից է համայնքի նկատմամբ, որովհետեւ ով կարող է համայնքի մասին եւ համայնքի անունից ավելի լավ խոսել, քան դուք ներկաներդ։ Եթե ես այդպիսի մտածեմ, որ ես կարող եմ ավելի լավ խոսել համայնքի անունից, նախ ինչ լիազորությամբ եւ երկրորդն է հաստատ չգիտեմ ավելի լավ համայնքի եւ խնդիրները եւ ձեռքբերումները եւ այդպես շարունակ, քան ձեզնից յուրաքանչյուրը եւ բայց ես ասեմ նաեւ, որ ես հաճույքով եմ հիշում նաեւ մեր հանդիպումը Անկարայում, ես իմ բացման խոսքում
չնշեցի դրա մասին, բաց թողեցի, իրականում դա շատ կարևոր հանգրվան էր, երբ որ մենք որոշում կայացրեցինք, որ ես պետք է մասնակցեմ նախագահ Էրդողանի երթմնակալության արարողությանը, եւ ինչ այլոց դա կապ ունի հետահայաց մեր այն արձանագրման հետ, երբ որ ես պատմեցի, որ մենք ինքներս մեզ հարց տվեցինք, մենք հավատում ենք, որ կարող ենք որոշակի ձեռքբերումներ ունենալ, թե ոչ։ Եվ երբ որ արձանագրում ենք, որ մենք մեզ համար արձանագրեցինք, որ այո, դա հնարավոր է, բայց մյուս կողմից երբ որ գալիս են այդպիսի իրադրություններ, երբ որ հրավեր ստացվեց, մենք շատ արագ քննարկեցինք եւ որոշում կայացրեցինք, որ այո, այդ հրավերը չենք կարող անպատասխան թողել եւ ես ինքս էլ որոշում կայացրեցի, որ անձամբ կգամ կմասնակցեմ, ինչը շատ կարեւոր էր եւ շատ դրական քայլ էր։ Իմիջայլոց, եթե չեմ սխալվում, այդ խոսակցությունը ձեր ներկայությամբ տեղի ունեցավ, որ մենք պայմանավորվեցինք եւ նախագահ Էրդողանն էլ ասեց, որ առաջիկա մի հարմար առիթով ես կհրավիրեմ եւ որպեսզի մենք քննարկենք եւ ըստ էության այս այցը այդ խոսակցության շարունակությունն է։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Դելալ Դինք, Հրանտ Դինքին աղջիկն եմ։ Մարիկը Սալհոս է։